Արդյոք ճիշտ է այն կարծրատիպը, որ մարդիկ մտածում են, եթե իրանք վարժությունը կատարում են ոչ ճիշտ տեխնիկայով, ոչ հղկված տեխնիկայով, իրանք թիրախային մկանախումբը չի աշխատում։ Եվ այո, շատերը կան, որ հենց մտածում են, որ առհասարակ չի աշխատում, բայց իրականում դա կարելի է դասել նաև այն միֆերի ժանրին, որովհետև եթե մկանը առհասարակ ներգրավված է աշխատանքի մեջ, էական չի իր համար ճիշտ տեխնիկայով է թե ոչ, ինքը աշխատելու է եւ տեսականորեն զարգանալու է։ Բայց այստեղ երկու հիմնական փաստարկ կբերեմ, թե ինչի է շատ կարևոր տեխնիկայի հղկումը եւ հենց առաջինը վնասվածքներից զերծ մնալը, որովհետեւ երբ որ մենք կատարում ենք ճիշտ տեխնիկայով, մենք զերծ ենք մնում վնասվածքներից, հավանական վնասվածքներից, որը որ բերում է մեզ շատ ավելի մեծ վստահություն ու հավանականություն, որ մենք զարգանալու ենք։ Եվ երկրորդը, որ արդեն բազմաթիվ մարդկանց եմ ես ապացուցել այդ հարցում, երբ որ արդեն մաքսիմում քաշերի ժամանակ քո հնարավոր պոտենցիալի մաքսիմումով, երբ որ դու աշխատում ես, չնչին տեխնիկայի շեղումը բերում է նրան, որ դու պարզապես չես կարողանում լիարժեք կատարես վարժությունը, այսինքն ճիշտ տրայեկտորիա, ճիշտ անկյուններ, երբ որ դու չես ընտրում վարժության ժամանակ, քո մաքսիմում պոտենցիալով չես կարողանում աշխատես, ինչը բերում է նրան, որ այո, հետագա զարգացումը էլի տանդաղում է եւ կանգ է առնում։ Այնպես որ այո, շատ առանցքային է տեխնիկայի հղկումը ու շատ կարեւոր, ճիշտ եւ առողջ մարզվելու տեսանկյունից, բայց արդյոք ներգրաված մկանախումբը աշխատելու է ճիշտ թե սխալ վարժության կատարման պարագայում, այո, աշխատելու է եւ դա պետք է որպեսի գիտություն իմանալ, որպես գրագետ մոտեցում, այդպես ասեմ։ Այնպես որ հղկեք ձեր տեխնիկան, մարզվեք ճիշտ եւ եղեք առողջ։ Շնորհակալություն։